Բարև ձեզ, Factor TV յուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ողջույն պարոն Թորոսյան։ Միանգամից ճշտենք, շարունակելու եք պաշտոնավորել։ Ամենայն հավանականությամբ, այո, մոտորերս կիմանանք։ Շատ լավ։ Լավ էր, կարճ կապեցինք։ Այսօր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հետ քննադատվեց Նարեկ Կարապետյանի կողմից, որը հավանաբար կղեկավարի Ուժեղ Հայաստան խմբակցությունը ընդդիմադիր թիվ 1 ուժը խորհրդարանում, գիտեք որն է մեղադրանքը, որ սրում եք երկրների հետ հարաբերությունները այնպիսի ձևաչափով, որը բերեց Ադրբեջանի հետ պատերազմի, մի թշնամուն դեռ չենք մարսել, նորն եք ստեղծում, փակուղի եք ստեղծում իրավիճակը, այդ որն է ձեր արձագանքը, պարոն Թորոսյան։ Գիտեք, այդ բառակապակցությունների մեջ արդեն իրար այնքան հակասող բաներ կա, ես նույնիսկ զարմանում եմ ոնց են կազմում էլի այդ արտահայտությունները։ Ինչ է նշանակում սրում ենք, ի՞նչն ենք սրում։ Այսինքն մի երկիր մեր նկատմամբ անհամաչափ ինչ որ ոչ իրավաչափ նաև տնտեսական սահմանափակումներ է կիրառում, մենք էլ փորձում ենք դրա մասին եւ ուղիղ երկխոսել եւ հրապարակային խոսել եւ նաեւ շարունակում ենք մեր տնտեսական դիվերսիֆիկացիան ու մենք ինչ որ բան սրում ենք, մենք ենք սրում։ Գնացեք, բանակցեք։ Միգուցե իրենք են սրում իրենց տարբեր ազդեցություններով, թե Ռուսաստանի Դաշնությունում, թե այլ վայրերում եւ օգտագործում են այդ իրենց ազդեցությունները այնտեղ կամ իրենց են օգտագործում, երկու տարբերակն էլ ընդունելի է, որ Հայաստանի նկատմամբ այդ անհամաչափ եւ ոչ իրավաչափ պատժամիջոցներ կամ սահմանափակումները կիրառվեն եւ սա խոսքա ըստ էության ազդեցության գործակալի, որը ես չեմ սիրում այդ բառը օգտագործել, բայց ակնհայտ է, այսինքն մոտավորապես այն տրամաբանությամբ մոտավորապես որ մենք ենք մեղավոր, որ մեր վրա հարձակվել են, մենք ենք մեղավոր, որ պատերազմը սկսվել է, այսինքն ու մենք էլ, մենք չէ, էլի, այսինքն կոնկրետ մարդ Նիկոլ Փաշինյանը։ Ու իդեպ դա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը չի, դա Հայաստանի Հանրապետության արտաքին բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունն է, որը մեր ժողովուրդը ընդունում է, հասկանում է եւ գիտակցում է, որ ավելի ճիշտ է, քան թե այն մի ինչ որ ուղղությամբ ամեն ինչ հանձնելվելու կամ հանձնելու ուղղված քաղաքականություն։ Բայց Սամվել Կարապետյանը չմարգարեացավ, արդյոք նա էր ընտրություններից առաջ ասում, եթե Փաշինյանը վերընտրվի, Ռուսաստանի տնտեսական պատերազմ է լինելու, կա այդ պատերազմը։ Դա մարգարեանալ չի, հասկանում եք, դա պլան է, պլանի կատարում, հա։ Գաղտնի թե բացահայտ։ Չէ, ինչ կա գաղտնիության, ամեն ինչ շատ բացահայտ է, այսինքն ակնհայտ է, որ դա իր պլանն է եղել, կամ իրանց պլանն է եղել, հա։ Չէ, մի քիչ բացատրեք, ես չհասկացա։ Եվ ըստ էության նորից եմ կրկնում, իրանց ազդեցությունը, կապերը կամ հակառակը երկուսն էլ փոխկապված, հա, օգտագործում են Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, տնտեսական ազատությունների դեմ, անկախության դեմ, որը շատ ակնհայտ է, գաղտնի ոչինչ չկա։ Չեք չափազանցնում։ Սամվել Կարապետյանն ասել է պատժամիջոցներ կիրառիր, որ ինձ համար քաղաքական ռեսուրս եմ ասում, ես դրա համար եմ ասում, ազդեցությամբ ստեղից այնտեղ եւ այնտեղից այստեղ, այսինքն ակնհայտ է, որ դա տենց ունիսոն համաժամանակյա, հա, գործողություններ են եւ ստեղից ինչ որ խոսվում անդեղից տեղի է ունենում կամ անդեղից ինչ որ խոսվում աստեղ կրկնօրինակվում է ու այնքան ակնհայտ է որ նույնիսկ գաղտնի ոչ գաղտնիության էլեմենտներ անգամ չկան շատ ակնհայտ է նույնիսկ զարմանում եմ թե ինչի վրա են հույսները դրել նման հրապարակային արտահայտություններով իհարկե ազգային ժողովը շուտով կգումարի իր նիստերը եւ մեր գործընկերները եթե տեղում եթե նման բաներ ասեն, տենց ոնց ասեմ, անտրամաբանական, հետ, հա։ Օրինակ Էդգար Ղազարյանը երեք էստեղ ասում էր, ես որևէ բան չունեմ հետ նահանջի եւ ԱԺՄ-ն էլ կարող եմ ասել թուրք-ադրբեջանական հեղափոխություն, բայց ես կընտրեմ, ասեմ թե չէ։ Այնպես որ ընդդիմությունն էլ ամնահանջ է գնալու արժե։ Ես ասում եի, որ ամեն ինչ կարելի է ասել, բայց այդ երբ որ դու ասում ես տենց օրինակ քո հեռախոսի տեսախցիկի դիմաց,
ու գիտես որ տենց մոտավորապես ոչ մեկ չի արձագանքելու, երևի քիչ ես մտածում խոսալուց առաջ։ Իսկ երբ որ ասում ես ու գիտես որ 5 րոպե հետո պատասխան առնելու քո դեմքին առնվազն կամ հրապարակային այդ պահին, միգուցե մի քիչ ավել մտածես, թե վստահ չեմ իրաց դեպքում, էլի։ Տեսեք, դուք սինխրոնություն եք տեսնում ընդդիմության եւ Ռուսաստանի քայլերում, բայց Սամվել Կապետյան սինխրոնություն էր տեսնում Նիկոլ Փաշինյանի եւ FSB-ի միջև, ասելով որ Սամվել Կարապետյան, այն որ աշխատանքի վայրի տեղը գրած է FSB-ի տեղեկատվական կենտրոն, Փաշինյանի ձեռամբ է դա գրվել եւ մենք ենք գրել ռուսական պաշտոնական փաստաթղթերում։ Փաշինյանը, այո, FSB-ի քարտերում գրել է Նարեկ Կարապետյանի քաղաքացիության են թեզնել ենք, մենք գրել։ Դուք էլ եք ռուսամետ ստացվում է։ Հա, եւ բայց չեն մեր դեմ կամ մեր գործող իշխանությունների դեմ բաժամիջոցներ կիրառում է, թե մենք ռուսամետ ենք։ Մենք ոչ մի տեղամետ էլ չենք, մենք հայամետ ենք կամ հայաստանամետ ենք։ Ուրիշ կարծիք էլ կա, որ սա ձեզ ուժեղացնում է այս բաժամիջոցները։ Դեռ լավ չեն մտածել։ Կոնսոլիդացում են ժողովրդին ձեր շուրջ։ Ուրեմն հերթական այն գործելավոճն է, որը մենք տեսել ենք նաև այլ երկրների նկատմամբ, որը էլի արդյունքի չի բերել ու վստահ եմ այս դեպքում էլ չի բերելու։ Տեսեք, Եվ գիտեք, ես միշտ ասել եմ, երբ որ ոմանք խոսում են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին, պետքա երբ որ դա խոսում են հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, հա, տարբեր շրջանակներ, ամենաճիշտը հայլու մեջ նայելն է այդ հարցի պատասխանը գտնելու համար։ Բայց իրենց էլ կարելի է հասկանալ, ամեն դեպքում փորձենք հասկանալ, պարոն Թորոսյան, ինչքան էլ չկիսենք արգումենտները, Եվրամիությանը թշնամի են համարում, մենք մերձենում ենք Եվրամիության հետ։ Մեծ բայց կա։ Մենք այդ օրենքը երբ ենք ընդունել, հիշում եք։ Անցած տարի այս շրջանն էր։ Գարնան, եթե չեմ սխալվում։ Մի քիչ շուտ, այո։ Հա, բա ո՞նց եղավ, որ դրա մասին հիշեցին ուղիղ մի տարի հետո։ Դե ժողովուրդը ընտրեց Եվրոպամետ ուժի Չէ, մինչև ընտրությունները դա հիշել էին արդեն։ Ինչու հիշեցին այդ ժամանակ, որտեղ դա ընդհանրապես պատրվակ է, պատրվակ։ Ընտրությունների հետ, ընտրությունների վրա ազդելու այդ պատրվակը օգտագործելով սկսել հռետորաբանություն, հետո հռետորաբանությունը վերածել գործողությունների եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ պատրվակը բայց մենք ենք չէ՞ տվել այդ պատրվակը օրենք ընդունելով։ Ես նկատում եմ դա իրանց կողմից վերծված պատրվակը, որը կարող է լինել լրիվ ուրիշ մի բան։ Օրինակ վերցեին, ասեին ինչի ռուսաց լեզուն չեք դարձնում պետական երկրորդ լեզու ու սկսեին նույն բաները անել, ասել այ գործի կգտնվեր այսպես թե այնպես։ Իհարկե, ինչի մասնախոս։ Եթե նպատակը ընտրությունների ներքին քաղաքական կյանքի վրա ազդեցությունն է, ու դա պետք է արվի նաև հրապարակային, բացի տենց թաքնված ագենտուրայի միջոցով, հա, միշտ կարելի է պատրվակ գտնել։ Այնքան հենց հիմա կարող եմ մի քանի հատ թվարկել տարբեր։ Ագենտուրա կա ռուսական Հայաստանում քաղաքական։ Դա ինձ թվում է տեղ թաքցնելու բան չկա, ոչ մեկ չէ թաքցնում։ Նախորդ խորհրդարանում այլ ուժեր էին, արտախորհրդարանականներ իհարկե կան, այս խորհրդարանում մի ուժը նույնն է, մեկն էլ նոր տենց ինչ որ ձևավորված կպցրած ուժ։ Հիմա դուք նրանց ո՞նց եք ընկալում, որպես Ռուսաստանի քաղաքական գործիքակազմ հայաստանյան քաղաքական դաշտում։ Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ, այս երեք ուժերը։ Ես կարծում եմ մեր ժողովուրդը նրանց ընկալում է ուղիղ այնպես, ինչպես իրենք իրենց ներկայացնում են, եւ նաեւ տեսել է թե դա ինչպես է տեղի ունենում, նաեւ փորձերը ազդելու ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքով, այլ մեթոդներով եւ ըստ էության պետության զավթման փորձ անողների, որոնք փորձել են փողով, լծակներով, ոչ միայն ներհայաստանյան, այլև դրսից եղած լծակներով, ըստ էության տիրանալ ժողովրդի իշխանությանը, որը ժողովուրդը թույլ չի տվել ընտրելով կոնկրետ այս դեպքում մեզ, հա, մեկ ուրիշ դեպքում կարող է մեկ ուրիշ ուժ լինել, բայց ունենք այս պահին այդ իրավիճակը, բայց այդ ամենը այնքան ակնհայտ է, գիտեք, այստեղ չպատասխանված հարցեր ըստ էության չկան։ Բոլոր հարցերը ունեն իրենց պատասխանը։ Այսինքն Ռուսաստանը աջակցել է պետության զավթման փորձը կամ կազմակերպել է ստացել։ Դե այն որ այդ ուժերին աջակցությունը եղել է ամենաբարձր մակարդակով, դա մենք նույնպես հրապարակային տեսել ենք։ Հետո այդ ուժերը տեսել ենք ինչ են անում։ Հիմա եթե իրանք այդ process-ին որևէ կերպ չեն աջակցել, շատ հանգիստ կարելի ասել, տենց մոտավորապես
մենք կապ չունենք այդ ամեն ինչի հետ, բայց այնց լրություն ենք էլի լսում ընդդեղից։ Հիմա որ դուրս գան Երևանի փողոցներ, կարող է քաղաքացիները ընդհանրապես չել հետաքրքրում Պուտինը Փաշինյանին շնորհավորեց, թե չէ, բայց քաղաքական իմաստով դա ուղերձ է չշնորհավորելը։ Ձեր կարծիքով ինչ ուղերձ է, պարոն Թորոսյան։ Դուք ո՞նց եք ընկալում։ Նույն քաղաքականության շարունակությունը, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, այսինքն ըստ էության որևէ երկրում հարևան, դաշնակից կամ որևէ կարող են լինել այս կամ այն պետության համար, հիմա կոնկրետ այս դեպքում Ռուսաստանի Դաշնության մասն է խոսում, կարող են ուրիշ ցանկալի եւ ոչ ցանկալի իշխանություններ, հա։ Ու անկախ նրանից այդ իշխանությունները ընտրված են երկրի այդ երկրի քաղաքացիների կողմից, թե ընտրված չեն։ Հիմա եթե դա նշանակում է, որ մենք տենց անցանկալի իշխանություններ ենք, միգուցե, բայց դա շատ բան չի փոխում իրական կյանքում եւ գետնի վրա, որտեղ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները ձևավորվում են ժողովրդի կողմից, ոչ թե ինչ որ մեկի ցանկությամբ, հա։ Թեև այդ ցանկությունը երբեմն փորձ է արվում իրագործել, բայց զարգացող ժողովրդավարությամբ եւ մենք հույս ունենք, որ դա կլինի անվերադարձ, հա, այսպես process, մենք զարգացնում ենք մեր ժողովրդավարությունը, զարգացող ժողովրդավարությամբ Հայաստանում դա միշտ այդպես կլինի։ Ու կապ չունի, որ երկրի մասն ենք խոսում։ Իրենց անվտանգային շահերը չեն ոտնահարում Եմեի մերձենալով, պարոն Թորոսյան։ Եկեք մի հատ իրենց այս արկածն նայենք, էլի։ Մենք կարող ենք հիմա տենց վերլուծություններ անել ակադեմիական եւ ոչ ակադեմիական, հա, քաղաքական, բայց կա գործիքների նաեւ արդյունավետություն, հա։ Եթե դու ուզում ես որևէ երկիր, հիմա հիպոթետիկ եմ ասում, կոպիտ ասած մնա ավելի շատ քո ուղեցրում, հա, դրա համար ուրիշ քայլեր է պետք անել։ Պրոբլեմը այն է, որ մեր գործընկերները նաև դա ցույց է տվել վերջի մի 20 տարիների պատմությունը, այդ ուրիշ քայլերի սովոր չեն, հա, այդ ուրիշ քայլերին սովոր չեն, սովորաբար դե ԵՏՄ-ում Հարստանում եք, էլի ինչ ուրիշ քայլ եք ուզում։ Չէ, դե ես էլ նորից կրկնում եմ, եթե նպատակը այն է, որ մենք օրինակ մեր եվրոպական ինտեգրումը դադարեցնենք, ինչը իհարկե չենք անելու, որովհետև դա մեր երկրի մասին է, ոչ թե Եվրոպայի կամ Ռուսաստանի, դա մեր երկրի ստանդարտների, որակի, կյանքի որակի ամեն ինչի մասին է, ուրիշ գործողություններ պետք է անել, հա։ Օրինակ, չգիտեմ, ԵԱՏՄ-ն էր պետք դարձնել այդպիսի որակյալ կառույց, հա, բարդ բաներ եմ ասում, բայց դա ուրիշ մեխանիզմ չկա։ Մարմինս փշակավես, պարոն Թորոսյան, այդպիսի ծանր բաներ մի ասեք։ Ինչ ասեմ։ Այսինքն Եմեին ինտեգրումը չեք դադարեցնի, ըստ էության։ Այսինքն գիտեք, կան կենտրոնաձիգ ուժեր եւ կամ քայլեր, կամ կենտրոնախույս, հա։ Հիմա կենտրոնաձիգ գործողություններ պետք է անել, բայց հիմա մենք տեսնում ենք կենտրոնախույս, այսինքն ամեն արված քայլ մեզ ավելի է ապացուցում կամ համոզում, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։ Կամ մենք պրոբլեմ։ Շանտաժին չեք տրվի, սա շանտաժ է, ըստ էության ստացվում է։ Ու ոչ թե մենք, այլ մեր երկիրը, մեր ժողովուրդը չի տրվի ու գիտեք, տենց շատ քիչ ես նորից եմ կրկնում, եթե եկեք նայենք պատմական, հա, այդ որ երկիրն է տրվել այդ շանտաժին։ Բելարուսը։ Դե no comment։ Զարգացող բարեկեցիկ պետություն մի հրաշալի, որը դարձել է Ուկրաինայի դեմ հարձակման ֆորպոստ։ Չեմ մեկնաբանում, գիտեք, մեր հարաբերությունները վերջի շրջանում։ Բայց ինչու չանել հանրաքվե։ Չէ՞ որ ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի 52% քաղաքացիներ վերջին հարցման ԵՄ-ի անդամակցությանը այո կասի, տազերքը բայց ինչի մասին եւ ինչ հանրաքվե, այսինքն տենց ինքնանպատակ հանրաքվեներ անելու իմաստը որն է։ Հանրաքվե արվում է, երբ որ եկել է պահը վերպետական կառույցի միանալու մեր սահմանադրությամբ, հա, այսինքն կոպիտ ասած հրավերը կա, դու պետք է ասես այո կամ ոչ, այդ այոն ու ոչը ասում են Հայաստանյան քաղաքացիները։ Տրամաբանությունը դա է հուշում հիմա։ Հա, բայց հիմա ասենք այդ process-ը չկա, հայտնի չի, երբ կլինի, որտեղ մենք պետք է բազմաթիվ բարեփոխումներ անենք։ Նույնիսկ եթե չլինի, բայց մենք ուզում ենք, որ ամեն ինչով համապատասխանենք, որտեղ նորից եմ կրկնում, եվրոպական ինտեգրումը Եվրոպայի մասին չի, Հայաստանի մասին է։ Եվրոպական ինտեգրում ԵՄ-ին անդամակցության հեռանկար, պարոն Թորոսյան։ Այդ թվում, այո, որտեղ մենք նաև օրենք ենք ընդունել եւ ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա այդ տիպի բոլոր իր ատրիբուտներով երկիր, որտեղ Ռուսաստանի Դաշնության երևի բնակչության մեծ մասը տենց մեծ հաճույքով կուզենար ապրեր կամ ղեկավարության երեխաներն են ապրում տարբեր այդ եվրոպական միության երկրներում, այսինքն գիտեք, այստեղ այդ փարիսեցիության դոզան այնքան բարձր է,
Երբ որ օրինակ դու հայտարարություն ես անում, բայց քո երեխան ասում ես դու գնում եք Եվրոպական միություն, բայց քո երեխան ասենք օրինակ Կուրշավելում ապրում է ու դահուկ է քշում ամեն ձմեռ, ոչ թե Սոչիում, թեև Սոչիումը լավ դահուկային բաներ կան, կուրորտներ ես եմ եղել, հա, այնտեղ պայթեցումներ չեն լինում։ Օրինակ էլի, այսինքն այս ամեն ինչն էլ այնքան տեսանելի ու հասկանալի է, ես մի անգամ մի ավելի վատ օրինակ բանաձևն է, եւ ԵՄ քաղաքացի, եւ Ռուսաստանի, եւ Հայաստանի բանտերս, դիվերսիֆիկացված, երբ ուզենաս մենք այդքան փող չենք ունեցել, որ այդքան քաղաքացիություն ունենանք։ Ինչու Հայաստանը այսպիսի մեթոդիկա չի ընտրում եւ Դե Հայաստանը ընտրել է բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն արտաքին, որը նշանակում է, որ մենք պետք է ունենանք շատ դաշնակիցներ, չպետք է ունենանք թշնամիներ կամ քիչ բայց այս հումոր չէ անում։ Ես էլ ռուսականն այսպես ձևաչափերում, բայց նաև ԵՄ-ի հետ սերտանալ, ինչու ոչ։ Տեսեք, բազմաթիվ հարևաններ ունենք, որոնք շատ երկրների հետ շատ լավ հարաբերություններ ունեն ու զարգացնում են իրենց հարաբերությունները ու իրենց կարծես թե ոչ մեկ չի ասում, որ ձեր աչքի վերևը ունք կա։ Ես նորից եմ կրկնում, սա ընդհանրապես պատրվակ է ցանկալի, ոչ ցանկալի իշխանությունների ընտրության կամ լինելու, հա, ուրիշ այդ եվրոպական միություն բանը ընդհանրապես ծխած ածկույթ է։ Բայց ինչ եք արել, որ ոչ ցանկալի իշխանություն։ Ժողովրդավարություն ենք բերել, ինքնիշխանությունն ենք զարգացրել, բացահայտել ենք տասնյակ տարիներ ըստ էության մեր պետականության հիմքերում դրված դանդաղ աշխատող ռումբեր, որոնք փորձել ենք վնասազերծել կամ արդեն վնասազերծել են, խաղաղություն ենք բերել, երբ որ շատ այլ երկրների ազդեցությունը դրանում արդեն այդքան էլ կարևոր չի, առնվազն քչանում է, երբ որ չկան տենց բարի քերիներ, որոնք քեզ ինչ որ պահին կամ կան, բայց կարիք չկա իրանց, էլի, այդ էլ ճակերտներով, որ պետք է գան քեզ միշտ փրկեն, որտեղ դու տես թույլ ես, չես հասկանում, չես կարող ինքնուրույն հարաբերություններ ձևավորել քո հարևանների հետ։ Այդ է։ Ու դա գործընթացներ է, որ մենք դժվարությամբ բայց արել ենք մեր ժողովրդի հետ ուղի երկխոսելով, դա միայն մեր ձեռքբերումը չի, մեր ժողովրդի ձեռքբերումն է։ Նաև այդ ամեն ինչը մարսել, գիտակցել, ռեֆլեքսիայի ենթարկել ու դա իհարկե բազմաթիվ պետությունների կարող է դուրս չգալ եւ ձեռք չտալ նաեւ իդեպ անկախ անձերից, բայց դա մեր շահերից է բխում, մենք պետք է առաջնորդ մեր շահերից, մեր պետության, մեր պետականության շահերից, ոչ թե մեր ժողովրդի շահերից, ոչ թե այլ երկրների շահերից, հա, եղել են միգուցե Հայաստանում իշխանություններ, որ այդքան էլ տես չեն մտածել, առաջնորդվել են կամ իրենց նեղ կուսակցական, նեղ անձնական, այս ռոպեական շահերով, որոնք համընկել են, հա, այլ երկրների շահերի հետ, կամ էլ միանգամից ուղիղ այլ երկրների շահերի հետ են համընկացրել, որտեվ նաև ինչ որ ազդեցության տակ են եղել այս կամ այն կերպ, տնտեսական ազդեցության տակ, օրինակ նույն բիզնեսներ ունենալը, հա, մեծ երկրում քո հիմնական կապիտալը ունենալը, քեզ իշխանը անկախ դարձնում այդ երկրից կամ առևտուրը անձնական ինչ որ, հա, հարաբերություններ ունենալը։ Այդ հարցը ես նրանց տվել եմ Սամվել Կարապետյանի թիմակիցներն, ասում են նա առաջին տեղում Հայաստանն է դնում, բարերար է, ազգային է, այսինքն իր համար կապիտալ առաջնահերթ չի, Հայաստանն է առաջնահերթ, բայց անձնագրերը Դե ասեցին ինչ որ process կա, բայց չգիտենք ավարտը երբ կլինի։ Երբեք։ Պարոն Թովերսյան, տեսեք, քրեական գործեր կան այնպիսի ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք իրենց քաղաքական վարքագծով հիշեցնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից ուժեր, տեսեք ինչ մեղ պոլիտկորեկտ քրեական գործերը ինչ որ բանի մասին է, հանցագործության։ Մի վարքյան։ Հա, օքեյ, դուք ասում եք քրեական գործեր կան ինչ որ մարդկանց։ Պարոն Թովերսյան, եկեք այս պահը skip անենք, անցնենք այն պահը, երբ որ դուք հիմա պետք է ասեք, դե գիտեք ինչ իրավապահները ինչ որ նյութեր գտան, ինչ որ ապացույցներ, ինչ որ հանցագործություններ եւ Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը մի վարքյան չենք թողնի եւ մյուսները հայտնվեցին մեղադրյալների բովանդակության մասին են։ Ես դա չեմ Ենթադրյալ հանցագործությունների բացարձակ կապ չունի այդ մարդը ինչ քաղաքական կողմնորոշում ունի արտաքին։ Որովհետև անձամբ իմ տպավորությունը այն է, որ այս անձանց Պուտինի ասած ռուսամետ եւ այլն կամ չգիտեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից այս քրեական գործերը նրանց վերահսկելի կամ մահակ եք դուք պահում նրանց գլխին, որ
մի քիչ շարժվեք, ասենք Ռուսաստանի հետ թպրտակ Հայաստանի ներքաղաքականությունում գնալու եք բանտ։ Ես էլի եմ ասում, այդ չգիտեմ իրանցիներից իրոք հափշտակել է, թե չի հափշտակել կամ չգիտեմ հարկային ինչ-որ չարաշահումներ փողեր լվացել են, թե չէ եւ այլն։ Նարեկ Կարապետյանն էլ էր այսօր այդ գործով խոզարկության ենթարկվում։ Արդյոք այդպես չի։ Եթե մի քիչ անկեղծացնենք, էլ դուք անկեղծությամբ եք հայտնի, հուսամ այստեղ ոչ այդպես չի, որովհետև հիմա կարող է խոշորացուցի տակ երևում են միայն այդ գործերը, հա, որտեվ տենց իրանք նաև հնչեղություն են տալիս բնականորեն եւ արհեստականորեն, հա։ Բայց կան եւ եղել են եւ լինելու են բազմաթիվ քրեական գործեր, բազմաթիվ մարդկանց վերաբերյալ, որոնք ունեն եվրոպական կողմնորոշում, ռուսական կողմնորոշում, եվրոպական կողմնորոշում, ոչ մի կողմնորոշում չունեն, ոչ մի կողմնորոշում չունեն։ Ես կարող եմ չկարողանամ ասել, որտեղ անգլիզ ոչ, որտեղ մենք չենք լսել դրանց մասին, որտեղ դրանք ոչ մեկին հետաքրքիր չեն, ոչ մեկ չի ուռճացնում եւ չի թափահարում, որպես դրոշակ։ Հայկ Մարության, Գուրգեն Սիմոնյան, որոնք ԵՄ ինտեգրման կողմնակից ոչ մեկին քաղաքական գործիչների մասն եք միայն խոսում, ես ասում քրեական գործերը հանցագործության մասին են, ոչ թե մարդկանց, հա։ Չէ, տպավորություն, որ դուք պոտենցիալ մեղադրյալ է։ Միտումնավոր հետապնդում։ Դա սխալ տպավորություն է։ Հիմա օրինակ նույն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ կան, չէ՞, բազմաթիվ, որ էլի ապօրինի գույքով գործերը գնում են, որը իդեպ քրեական չի։ Որոնք որևէ կերպ աշկի չեն ընկել այս կամ այն երկրի նկատմամբ իրենց դիրքորոշմամբ, ոչ ասել են մենք ռուսամետ ենք, ոչ հրապարակային որևէ բան են խոսում։ Բայց աչքի ընկնողների նկատմամբ կա պարոն Թորոսյան։ Աչքի ընկնողների նկատմամբ։ Չէ, բայց նկատմամբ նկատի ունեմ կան բազմաթիվ գործեր եւ ապօրինի գույքով եւ քրեական վարույթներով, որոնք վերաբերում են հարյուրավոր տասնյակ որ սրանք զուտ քրեական գործեր են, պարոն Թորոսյան։ Կարող եք ձևացնել եւ անցնել առանձնացնել 3 հոգու կամ 4 հոգու կամ 15 հոգու, որոնք որ այս պահին ակտիվ քաղաքականության մեջ են, բայց հանցագործություն են պոտենցիալ կատարել, հատկապես ընտրական հանցագործությունների մասին է խոսքը, որտեղ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը վերջի ընտրությունների ժամանակ ընտրական հանցագործությունների մասով է քրեական գործերը հարուցած եւ շատ փոքր մասը նախկինում կամ նոր հարուցված գործեր են հարկեր չվճարելու եւ այլ դրվագներով։ Ու ասել, որ այդ գործերը միայն նրա համար են, որ մարդիկ ունեն ինչ որ երկրի նկատմամբ դրական դիրքորոշում, դա սխալ է։ Չէ, ոչ թե դրական դիրքորոշում, տեսեք, ես ուզում եմ այստեղ մի քիչ այլ արգումենտներ կամ Եվրոպայի նկատմամբ բացասական կապ չունի։ Պուտինը ասաց ռուսամետ ուժեր եւ այլն, թույլ տվեք քաղաքական աշխատանքին մասնակցել, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մերժեց, ասելով, որ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս տվյալ անձին։ Նիկոլ Փաշինյանի մերժելով չի ախր դա։ Նիկոլ Փաշինյանը չի մերժել։ Ես չեմ հերքում, սահմանադրություններն են։ Ասեց մեր սահմանադրությունը թույլ չի տալիս, ու այս մարդիկ մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Սա արդյոք ձեր պատասխանը չի Պուտինին, որ գիտեք, ձեր քաղաքական գործիքակազմը մեր բռի մեջ է ուղղակի։ Տեսեք, ես հասկանում եմ, որ ձեզ եւ որպես լրագրող եւ ինչ որ աշխարհակաղակական դիրքորոշում ունեցող անձ ես չունեմ շատ հաճելի կլինի լսել, որ այո, դա պատասխան է Վլադիմիր Պուտինին, բայց դա իրոք այդպես չէ։ Եթե մենք ուզում ենք պետություն, պետականություն եւ ամուր պետություն, դա երբեք չի կարող լինել պատասխան որևէ մեկին։ Դա պատասխան է ուրիշ բանի, հասկանում եք։ Դա պատասխան է հանցագործություններին, որոնք կատարվել են մի մասը շատ վերջերս, շատ թարմ հանցագործությունների, այդ պետության զավթման փորձի ու ամենևին կարևոր չի դրա հետևում ով է կանգնած կամ ինչ երկիր կամ ինչ երկրի նախագահ եւ նաեւ անցյալում ավելի հերավոր անցյալում կատարված հանցագործությունների, որոնց մասով որոշների մասով եղել են քրեական գործեր, բայց արագ չեն ընթացել կամ ինչ որ պատճառներով բան են եղել, դանդաղել են փորձաքննություն, չգիտեմ, հարցում եւ այլն։ Մյուս մասն է թարմ են, հա, որտեղ նոր են բացահայտվել, որտեղ ուրիշ գործերի քննության ժամանակ հաճախ եւ շատ են եղել, որ մի գործ քննում ես, մեկի մոտ ուրիշ բան է բացահայտվում, որտեղ մոտ թուղթ է անգնում ձեռը, որտեղ մեջը օրինակ ընտրակաշառք է գրած ինչ որ մեկի։ Դա պատասխան է այդ ամեն ինչին, պետության բռնազավթման փորձին, որը էլի հանցագործություն է եւ այլ հանցագործությունների։ Եթե մենք ուզում ենք որ դրա մեջ տեսնել այնց ինչ որ աշխարհակաղակական հետք, ամենևին չկա, որտեղ ես էլ ներքին հետք կտեսնեմ մի վարքան։ Տեսեք, էլի մի հատ օրինակ բերեմ։ Վաղար շաբաթի ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքով մեր կուսակցականը
մեղադրվել, հասկանում եք, մեր կուսակցության։ Գիտեք ինչու ԿՊԱ-կանները չեն գաղտնալսվում, պարոն Թորոսյան, ինչու է մենակ գաղտնալսվում։ Ով է, որ ԿՊԱ-կանն է գաղտնալսվում։ Բոլորն էլ գաղտնալսվում են, եթե կա հիմք դրա համար։ Դատարանի որոշում։ Դուք պատժելի չեք, որևէ հանցագործություն չարեցիք, վարչական ռեսուրս չեն։ Ես մի հատ նորից եմ օրինակ բերում, ասում եմ, տես դեպք է եղել վաղար շաբաթի։ Այն ապարանի ընտրությունների դպրոցի տնօրենների թեման։ Ապարանի դպրոցի տնօրենների մասով չգիտեմ, հարցրեք մեր գործընկերներին, ենթադրում եմ մենակ ընդդիմության հանցագործությունները գիտեք, ձեր ենթադրում եմ դա եթե հանցագործություն է, բոլորը պատժվում են, վստահ եղեք։ Ու հիմա էլ ամեն օր հայտարարություններին հետևեք, թե հակակոռուպցիոն կոմիտե, եթե ուզում եք հարցումներ արեք, հիմա ես չեմ ուզում էլի կարամ օրինակներ բերեմ, պետական եւ աշխատողների այս կամ այն կոռուպցիոն հանցագործություններով ձերբակալություն էլի են եղել։ Նորից չեմ ուզում ավել թիրախավորեմ, ուզում եք ասել ձեր համակարգի մարդկանց չեք ուղղորդել, որ ԿՊ ընտրեն, հա։ Իհարկե չեմ ուղղորդել։ Մեկ ինքդ եք, որ ուղղորդել եմ։ Լուրջ եմ ասում, որ զանգել ասել եմ ընտրեք ինձ, որ որևէ ձևով ասել եմ ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այն ինչ ասել եմ, ոչ, այն ինչ ասել եմ հրապարակային, մեր տարբերությունը այդ է։ Ուղի եթերով եմ ասել, փողոցում եմ ասել, ես անձամբ ընտրությունների ժամանակ մի 3000 հոգի մարդ եմ տեսել նոր-նորքի զանգվածում, անձամբ բոլորին ասել եմ ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ու բացատրել եմ ինչի։ Այդ է եղել իմ վարչական ռեսուրսները նկատի ունեք։ Լավ, մենք տեսնում ենք ձեր ուղղությամբ էլ ջուր էին, չէ՞, լսում։ Հա մի անգամ մի հոգի մի կիսակրիմինալ մեկը ջուր լցրեց վերևից, ահագին հովացանք։ Պարոն Թորոսյան, եթե աշխարհաքաղաքական հետք չկա, ուրեմն կա ներքին հետք։ Դուք վնասազերծում եք պոտենցիալ իշխանության գալու ռեսուրս ունեցող ուժերի, եթե Ռուսաստանի ազդեցության գործիքակազմերը չեք չեզոքացնում, հակաժողովրդավարական միջոցներով չեզոքացնում եք ձեր ընդդիմախոսներին ավելի վատ, որովհետև դուք այստեղ չեք կարող պետության անվտանգության ժողովրդավարության ամենամեծ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը գիտեք որն է։ Օրենքի եւ իրավունքի գերակայությունը։ Օրենքի եւ իրավունքի գերակայությունը։ Այդ տեսակ դուք մոռացաք իրավունքը նշել։ Չէ, rule of law են ասում անգլերեն, չեն ասում։ Մարդիկ իրավունքներ ունեն։ Law օրենք է, էլի ըստ էության։ Rule of law-ն օրենքի գերակայությունը, եթե չկա այդ երկրում, այդտեղ ժողովրդավարության մասին խոսելն ավելորդ է եւ անիմաստ, հա։ Այդ երկրները այտենց ձախողված երկրներ են սովորաբար լինում։ Հիմա կապել օրենքի գերակայությունը ու անունը դնել վերցնել օրենքի ու անունը դնել հակաժողովրդավարական միջոց, դա նոնսենս է։ Օրենքի գերակայությունը ժողովրդավարական միջոց է եւ ժողովրդավարական պետությունների պաշտպանության միջոց է, որտեղ երբ որ դու ընտրություններով այնուամենայնիվ պաշտպանում ես քո ժողովրդավարությունը, ընտրությունները 5 տարին մեկ են լինում եւ միայն ընտրությունները չի որ կարող են պաշտպանել, որ նաեւ պետք է օրենքի գերակայություն լինի, որպիսի այդ ժողովրդավարությունը կասկածի տակ չհայտնվի։ Ցիտել ձեր ղեկավարին անմիջական նստեցնելու եմ, կզսնելու եմ, սատկացնելու եմ, նստեցնողը ինքը չի, պարոն Թորոսյան, եթե ինքն է, դա արդեն հակաժողովրդավարական է, կներեք։ Չի դատարանն է։ Բայց չի ասում նստեցնելու եմ։ Ասելու թող ասի իրավապահները կհետաքննեն եւ եթե հանցագործության նշույլներ գտնեն կպատժեն։ Ինքը դեմքով է խոսում, այն հակաժողովրդավարությունը ոնց է քննեն եւ իրավապահները գտնելու դեպքում հանցագործություններ դրանց կտան իրավական գնահատական։ Քարոզարշավի ժամանակ առաջին դեմք է վարչապետի կողմից հնչած բոլոր արտահայտությունները պետք է նայել նախընտրական տրամաբանության մեջ եւ քաղաքական խոսք որպես, որովհետեւ եղել է խոսակցություն, այդ խոսակցություններին եղել է արձագանք, եղել է պահանջ մեր ժողովրդի կողմից, այդ պահանջին եղել է արձագանք։ Ժողովուրդը կարող է պահանջել, չգիտեմ, Քոչարյանին սրի հանել, պետք է հանեք, պարոն Թորոսյան։ Ժողովուրդը պահանջում է այդպես չէ, օրենքներ կան, պարոն Թորոսյան, ժողովրդի պահանջով չի։ Հանցագործներին հայտնաբերում են մեր իրավապահ մարմինները, տալիս են իրավական գնահատական, հետո աստիճանակարգով գնում է։ Ու եթե ուշադիր եք, տենց չի, որ ինչ որ մեկի անունը տալիս ես, ինքը անպայման ՑՄ հայտնվում է բանտում։ Այդ ամեն ինչը աշխատում է։ Դուք դա չեք կարողանում։ Ոչ կարողանում եք պատժել, ոչ չեք կարողանում պատժել։ Մենք կարողանալու չկարողանալու հարցը մենք ինստիտուտներ ենք ձևավորում, սկսած քննիչների աշխատավարձ ենք բարձրացնում, հզորացնում ենք, տեխնիկական առումով ենք
ուժեղացնում դատախազներին, դատավորներին, որովհետեւ նրանք արդարադատություն գործեն։ Արդարադատությունը այո, երբեմն կարող է մեզ դուրս չգալ, ձեզ է կարող է դուրս չգալ, բայց վերջնական վճիռը դրա մասին է։ Բայց դուք չհամոզեցիք, որ դա հակաժողովրդավարական չի եւ քաղաքական պատվեր չի, նստեցնելու ուրիշ բան, որ կա նախատրամադրվածություն համոզվելու կամ չհամոզվելու։ Դա ձեր պարտավորությունն է չհամոզվել ճշմարտությունների հետ, եթե դրանք ձեր դեմ են որպես քաղաքական գործիչ, տենց չի։ Այդպես չի։ Մեր դեմ այնքան բան կա, որ մենք պարզապես ընդունում ենք, որտեղ օրենքն է այդպես կամ օրինակ դատարանի վիճելն է այդպես, ու տենց շատ դեպքեր կան, շատ ավելի, քան օրինակ, որ մեզ կարող է դուր գալ, հա, այդ օրենքը կամ այդ վճիռը։ Ինչի՞ Ծառուկյանի այդ քաղաքական հաշտություն չեք կնքում, պայմանավորվում 70-ամյա անձ է, հեռանա քաղաքականությունից, զբաղվի իր գործով, բանտից էլ ազատեք։ Գիտեք, ձեր հարցերը բխում են այդ հին էլի մեր պետականության դեմ կամ ինքնիշխանության դեմ ստեղծված պրիզմայից, հա, այդ պրիզմայից են բխում։ Եթե այդ պրիզմայով նայենք, իհարկե, ինչի մասն է խոսքը, Ծառուկյանի հետ էլ կարելի է ինչ որ բաներ պայմանավորվել, թե մենք տենց բան չունենք, էլի, ուժեղ Հայաստանի, Քոչարյանի, Սերժի, Լևոնի, բոլորի հետ ամեն ինչ կարելի է պայմանավորել, բայց մենք ասում ենք Ժորժ ջան, սա պետություն է, այս պետությունը պետք է ուժեղ պետականություն ունենա, երկար, հարատև, եւ այս երկրում պետք է լինի օրենքի գերակայություն, պլյուս մենք պետք է պաշտպանենք մեր իշխանությունը, անկախությունը։ Հիմա ինչ պայմանավորվածությունների մասն է խոսքը, եթե մեր մեկնակետը իմ նշած սկզբունքներն են, եթե ուրիշ սկզբունքներ են, ոնց որ եղել են նախկինում, այն որ գալիս էին, խոսում էին Սերժի դեմ, ընտրություններից հետո գնում իր այդ կոալիցիա են կազմում։ Դրա մասին, եթե դրա մասն է խոսքը, իրանք ասում են, это мы уже проходили, հա։ Չէ, լավ, դե տեսել ենք մենք այդ ամեն ինչը։ Հաշտություն, լավ, եթե մի քիչ ասել է հաշտություն։ Եթե այսպես ասենք, մենք չենք հաճախորդի ինստիտուտ չեմ առաջարկում։ Մենք չենք կռվել, որ ինչ որ մեկի հետ հաշտություն ունենք, հասկանում եք։ Պետությունը հաշտությունը դա կարող լինի գալիս են անձանց հետ, ովքեր օլիգարխիկ դրսևորումներ ունեն։ Երկու ֆիզիկական անձանց կամ երկու իրավաբանական անձանց, որ ինչ որ վեճ ունեն, կարան իրար հետ հաշտվեն, ասեն արես բայց պետությունը, եթե նույնիսկ հաշտության ինստիտուտ էլ կա, դա էլի օրենքով սահմանված է։ Օրինակ այդ նույն ապօրինի գույքով հաշտության ինստիտուտ կա, եթե չեմ սխալվում, դեռ 70% եթե համաձայնվում ես տալ, օրենքով դա թույլատրված է։ 25% եթե չեմ սխալվում, մնում է անձին։ Հա, 75 ուրեմն։ Կամ կա հաշտության ինստիտուտ կամ գործուն զղջման ինստիտուտ քրեական օրենսգրքում տարբեր հոդվածների համար։ Ուրիշ ինչ հաշտության կամ պայմանավորվածության մասն է խոսքը։ Մենք հակա հետ կուլիսային, հա, պայմանավորվածություններ որևէ մեկը չունեն եւ չենք էլ ուզում դա լինի, պարոն Թորոսյան։ Հրապարակային են մարդիկ, ովքեր կեղտոտ փողեր ունեն, վերցնում են։ Դա եմ ասում, բայց գնում են ներդնում են բիզնեսում։ Բայց կներեք, էլի, իսկ ինչի պետք է ինչ որ մեկը դա անի։ Դա կա էլի ինստիտուտ, այդ ինստիտուտը պետք է անի։ Հիմա էլ մտածեն, ասեն, բանա, կեսը ջեբնադրը, կեսն էլ համաձայնվելա, որ պետք է։ Դե թափանցիկ է դա, բանա, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով թափանցիկ։ Հիմա բացեք հաղորդագրությունը, տեսեք, կնքվել է հաշտություն, այս ինչ ան, այս ինչի հետ, վերադարձվել է հողամասը, այս տունը, այս մեքենան, այս, չգիտեմ, ՍՊ-ի բաժնե տոմսերը, դա հաշտության մեխանիզմը։ Այս քաղաքականությունից կարող են դուրս չգալ, այսինքն որոշակի մաս պայել ոչ օրինական կապիտալի եւ շարունակել մնալ քաղաքականության մեջ։ Լավ չհասկացա։ Տեսեք, պահպանում է ինչ որ մի մասը ոչ օրինական գումարի եւ շարունակում է դա օգտագործել քաղաքականության մեջ։ Okay է կարծում եք դա։ Այսինքն լավ չասի, այսինքն okay-ը okay չեն, ինչա փոխում։ Երբ որ ոչ օրինական կապիտալը շարունակում է մնալ ոչ օրինական կապիտալը դու բացահայտել ես, այդ մեխանիզմով հետ ես վերցնում պետական բյուջե, հա, կամ պետական սեփականություն։ Եթե չես բացահայտել, չգիտես դրա մասին, ջանքեր ես գործադրում, որ բացահայտես։ Եթե տենց հիպոթետիկ ապօրինի կապիտալի մասն է խոսում, դա անիմաստ է խոսալը դրա մասին։ Պարոն Թորոսյան, վերջում դուք նպաստի համակարգը մտադիր եք փոխել։ Կխնդրեմ կարճ 1 րոպե։ Մենք մտադիր չենք, փոխում ենք եւ փոխել ենք արդեն։ Դա ամենակարևոր կարծում եմ ձեր նախարարության անելիքներից է, կխնդրեմ շատ կարճ այդ մասին ասեք։ Ինչ դժվար է իհարկե ընդդեղից թռնել։ Ես կարող եմ ասել շնորհակալություն, պարոն Թորոսյան, մենք ավարտեցինք, դրա փոխարեն։ Շատ եմ ասել, բայց պարզ ասեմ, այդ համակարգը նախ պիլոտավորվել է 2 մարզում Կոտայքում ու Սյունիքում մոտ 1 տարի, 1 տարուց ավելի, իսկ հուլիսի 1-ից գործում է արդեն ամբողջ Հայաստանում ու տրամաբանությունը մոտավորապես հետևյալն է, որ մարդուն
խրախուսում է աշխատել եւ ոչ թե հակառակը չաշխատելով անverջ ստանալ շատ փոքր թվով նպաստ եւ մնալ աղքատության մեջ։ Իսկ գործնականում փող եք տալիս ինչ որ ժամանակով գործնականում փոխվել են չափանիշները, փոխվել է նպաստի չափը, նախկինում միջին չափը 29000 դրամ էր, հիմա 80000 դրամ է, առավելագույն մինչև 250000 դրամ կախված ընտանիքից, բայց նաև կրիտերիաների փոփոխության պատճառով շատ քաղաքացիներ ի սկզբանե չի էլ նշանակվում, որտեվ ունեն բացառող գործոններ, հա, տարբեր տեսակի գույքային եւ այլն, բայց բանը այդ իմ ասած տրամաբանության սկզբունքային փոփոխությունն է, որ նախկինում երբ որ աշխատանք էիր ստանում այդ Փարոս համակարգի մեջ, միանգամից կտրվում էիր, այս դեպքում հակառակը մենք մի տարի մենք նախ խրախուսում ենք, որ աշխատանք ստանան եւ օգնում ենք եւ աջակցության ծրագրեր ունենք եւ եթե նույնիսկ առանց մեզ էլ աշխատանք է ստանում, շարունակում է դեռ պահպանել իր նպաստը 1 տարի մինչեւ դուրս գա այդ իրավիճակից եւ ընդհանրապես այս բոլոր համակարգերը պետք է մի նպատակ ունենան մարդուն հանել այդ համակարգից, ոչ թե անverջ պահել, ինչի մասին էր Փարոսը, որին պետքա վերջ տանք։ Ընդհանրապես համակարգը վերանալու։ Փարոսը չի լինելու այս նոր անապահովության համակարգը, որը գործում է հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանում։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Թորոսյան զրույցի համար, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Արսեն Թորոսյանին։